Բարև բոլորին, այս անգամ չեմ ասի, որ ամբողջ ամիս համարյա ոչինչ չեմ արել, չէ, լիքը բան եմ արել։ Ուրեմն ամփոփում եմ հուլիսը, արդեն մոռացել եմ էլ, թե որ ամիսն է, այնքան արագ է թռնում ամառը իրականում։ Եվ պաշտոնապես եկեք հուլիսը անվանենք, վերանվանենք կառուցևի ամիս։ Ուրեմն բերեք միասին հաշվենք, թե այս ամսվա ընթացքում ինչքան ձևափոխումներ, ինչքան կար է եղել, հիմնականում կարի սակասներ էին ամբողջը։ Ուրեմն առաջինը զգեստ է տնային զգեստ, սարավան, որը պետք էր կարճացնել երկարությունը եւ կարճացնել փեշերը եւ նույնքան էլ ավելացնել թևերի վրա, այսինքն այն ինչ որ կտրել եմ փեշերից, դրել եմ թևերին։ Սա մեկ։ Երկրորդը բերել եմ դեյրա, որի վերևի մասը կուրծքը չի կոճկվում նորմալ, ու բացի այդ բավականին բաց է, ուզում են մի քիչ ավելի փակ լինի։ Ուրեմն դիմացի հատվածի մե դետալը հանում եմ դրա փոխարեն շիֆոնից դետալ եմ պատրաստում մոտավորապես 2 սանտիմետր ամեն կողմից երկարացնելով եւ մի փոքր բարձրացնում եմ դեկոլտեն, քանի դեռ կարերը մինչև վերջ չեմ արել, ցույց կտամ ներաշխարհը, որ բոլորը փակ կարով եմ արել առանց օվերլոկի, ֆրանսիական կարով եմ արել։ Սա 2, հաջորդը պատվիրել են 2 գիշերանոց կարել, հիմա կասեք ով է հիմա գիշերանոց պատվիրում։ Նրանք, ովքեր սովոր են հին լավ կտորներով գիշերանոցներ հագնել եւ հին լավ կտորներ ունեն, բերել են ուրեմն այսպիսի եւ այսպիսի կտորներ, մեկը լինելու է ձմեռային գիշերանոց, մյուսը ամառային։ Սրանք 3-4 հաջորդ արդեն վիդեոյով դրված է իմ ալիքում, դա 2 տեղանոց անկողնու մահճակալի ծածկոց է, սա արդեն մեր տան համար եմ կարել, մեր տան դիվանում մնացած կտորներով ծածկոց է ելել։ Հիմա մի փոքր կտոր է մնացած, մտածում եմ միգուցե աթոռներն է ձևափոխեմ, դե որպեսզի ամբողջությամբ կոմպլեկտ լինի բազկաթոռները, դիվանը եւ մահճակալը այսպես, ոնց որ աթոռը բաց է մնում։ Սա 5։ Ահա նայեք այս բազկաթոռների, թիկնաթոռների ֆոնին եւ այս ծածկոցի հետ ինչքան խեղճ է նայվում աթոռը։ Պետք է ինչ-որ բան մտածել նաեւ աթոռի ձևափոխման համար։ Հաջորդը մնացորդներից ուրեմն կարել եմ ծածկոց իմ սիրելի մեքենայի համար, որպեսզի փոշին չնստի վրան ու շուտ չփճանա իմ մեքենան։ Սա 6, ինչքան հիշում եմ։ Դեյրաների վրա աշխատելու ընթացքում արդեն հոգնել էի մանր կարերից, որոնք որ պիտի կրծքի վիտիչկա, թևատակ եւ այլն կեռ-կոր կարեր, ուրեմն ուղղակի աղոթում էի, որպեսզի ինձ ուղիղ կար տա, հանգստանամ մի քիչ փոքր կարերից, մի խոսքով երբ սկսեցի ծածկոցը կարել, ուղղակի հանգստանում էի հոգով, բայց եկավ մի պահ, որ արդեն հոգնա նաեւ ուղիղ կար կարելուց, մի խոսքով ուղիղ կարը դնում եմ մի կողմ ու անցնում եմ էլի փոքր կարերին։ Հաջորդը պարզվեց, որ ոչ միայն ես եմ տանջվում նրանից, որ բարձի երեսները չեն համապատասխանում բարձի չափերին, այլ նաեւ ուրիշները։ Եվ անցած անգամ երբ ցույց տվեցի, որ իմ օրթոպեդիկ բարձի համար համապատասխանեցրել են բարձի երեսները իմ բարձի չափերին, ինձ ուրեմն զակազ են տվել, ուղարկել են 1, 2, 3, 4, 5 հատ բարձի երեսներ, որոնք պետք է ձևափոխեմ ու դարձնեմ կարեմ համապատասխան չափսի բարձի երեսներ։ Նրանց նույն ֆիրմայի օրթոպեդիկ բարձերից է, այնպես որ ես ավարտել եմ, ես ստացել եմ 1, 2, 3, 4, 5, 6, 7 բարձի երես 5-ի փոխարեն։ Այս 7 հատ բարձի երեսը կհամարեմ մեկ ամբողջ պրոյեկտ եւ կհամարեմ սա 7-րդը։ Հաջորդը ուղղակի դերայի փեշը պետք է կարճացվեր, ծալվեր կարեր, դա 8-րդը եւ հաջորդը իմ համար էր պրոյեկտը, բայց պարզվեց վերջում, որ լրիվ ուրիշ մարդու համար եղավ կարված ապրանքը։ Ուրեմն ունեմ սինթետիկ կտորից ինձ նվեր են տվել, նույնիսկ մի անգամ էլ չեմ հագել։ Գիտեք, երբ որ կարում ես բամբակից ու ռուշից, արդեն սինթետիկը այնքան էլ չես հագնում։ Եվ հին ջինս է, նույնիսկ պատրված էլ չէ, բայց միևնույնն է, էլի չեմ հագնելու։ Որոշեցի միավորել ու դարձնել յուբոչկա։ Ուրեմն այստեղ ընթացքում շատ վրդովված եմ նրանից, որ այս անդուր յարլիկները բիրկեկը կարում են 4-5 կարով, որ չես կարող ոչ կտրել, ոչ ինչ որ ձևի հանել առանց ապրանքը փչացնելու եւ անդադ քոր են բերում։ Ուրեմն յուբոչկան կարեցի, համադրում եմ ջինսի հետ, դուրս չի գալիս, բոյը չի ստացվում, մի խոսքով հանում եմ յուբոչկան առանձին մեկ ուրիշ մարդու համար, որի համար, ում համար բոյը համապատասխան է, իսկ ջինսի հետ դեռ կմտածեմ ինչ կարելի է համադրել։ Եվ սա ստացվեց 9։ Հաջորդը տատիկը պահել է իր այս բարձի ծածկոցները, բավականին երկար ժամանակ մնացել են։ Հիմա երբ որ սկսել են մաքրություն անել, գտել են այս ծածկոցները եւ այս ծածկոցներով պատվիրել են վերնաշապիկ։ Շատ հետաքրքիր եթերային վերնաշապիկ ստացվեց, բավականին արագ կարեցի։ Մարկարտե կոճակներ եմ տեղադրել,
Շատ սիրուն ստացվեց։ Թևերը տիրուհին ուզեց, որ երկար թև լինի, որպեսզի վերնաշապիկի ներքևի մասին համապատասխան լինի, դարձրել եմ ուղղակի ու ռեզինով հավաքել։ Այսպիսի վերնաշապիկ է ստացվել։ Եվ դրա հետ համադրում ենք նաև հին ջինսից կորսետ եմ պատվիրել։ Ես ինչպես միշտ կարերը քանդեցի, վերջացրեցի հին ջինսի, նոր հիշեցի, որ պիտի նկարեմ։ Այնպես որ սա ջինսն է, որից որ պիտի տարենք կորսետը։ Կարերը արդեն քանդած, վերջացրած։ Ջինսը, ինչպես տեսնում եք, ունի խնդիրներ, նախ ցեպը չի աշխատում, երկրորդը արդեն ոնց որ բոլոր ջինսերի խնդիրն է ծակի հատվածում պատրված հատվածներում։ Իհարկե, ամրացնում եմ լրացուցիչ անգամ, որովհետև ջինսը բավականին երկար կրել են, արդեն պատրված տեղեր ունի եւ կորսետ դառնալու համար իրան ամրություն է հարկավոր։ Բացի դրանից, իհարկե, կորսետի բոլոր կանոններին համապատասխանելու համար դնում եմ ռեգելին, կարում եմ մեջ ռեգելին։ Թևերը հանովի տնովի է, կարող է փոխել ոչ միայն թևերը, այլ նաև կարող է փոխել ըստ հագուստի, որի հետ հագնում է, նաև ժապավենները։ Ամբողջը փաթեթավորում եմ եւ ուղարկում երիտասարդ տիրուհուն։ Եվ այսպիսի հրաշալի վիդեո ինձ ուղարկում են որպես շնորհակալություն, ասելով, որ շատ սիրուն սասել է եւ իրենք շատ գոհ են ստացված արդյունքից։ Եվ սա, չգիտեմ, համարեմ 10-11, թե մի անգամ էլի համադրենք երկուսս, ասենք 10։ Իհարկե, այս շոկ պայմաններում կարելը բավականին բարդ է եւ ես գտել եմ այսպիսի հնարք, որպեսզի իմ տարածքը մի քիչ ավելի հովացնեմ։ Դրա համար սկոչ եմ կծրել մեքենայի շարժվող հատվածին եւ ստացվել է ոնց որ հովացուցիչ սարք։ Բացի այդ, եւս մեկ հնարք ունեմ, որը վերաբերվում է ասեղներին։ Իհարկե, յուրաքանչյուր կարած ապրանքից հետո պետք է ասեղը փոխվի, որպեսզի այդ ասեղները հետագայում պատճառ չդառնան ինչ որ կենդանիների կամ մարդկանց վիրավորվելու, ես հավաքում եմ ասեղները հին վիտամինների համանների մեջ եւ լրանալու դեպքում նոր թափում եմ։ Ոչ միայն կարով էի զբաղվում այս ամիս, նաև մի մասն եմ ավարտել զարդերի պատվիրված, որը ամսվա սկզբին ցույց էի տվել, կիսատ ուղարկածը, իհարկե, եւս մեկ անգամ, երբ որ վերջացրեցի, խոշոր վիդեո կանեմ միայն զարդերի մասին ու կգցեմ ավելի մոտիկից ու մանրամասն ցույց տալով։ AliExpress-ից ահագին բաներ եմ պատվիրել ու սպասում եմ, թե երբ պիտի գա, որպեսզի վերջացնեմ աշխատանքներս։ Նաև ապա փաթեթավորումը կնկարեմ ու ցույց կտամ։ Հաջորդ զակազից ես այնքան էլ գոչ էի մնացել սկզբում, ուրեմն նոր յուբկա են արել եւ վիճակով ուսում էին համապատասխանեցնել յուբկայի ծաղիկները դե պետք է նկարվեր վրան։ Գունային համադրությունը, որը վերջնական արդյունքում ստացել է, այնքան էլ իմ դուրը չէր եկել։ Իհարկե ուղարկել եմ պատվիրատուին ու դրա համար փող չեմ վերցրել, նախ չէի էլ կարող այլ ինչ որ ձևով ուղղել, բայց պարզվեց, որ պատվիրատուն շատ գոհ է, իրան շատ դուր է եկել ու պատրաստվում է հագնել։ Հերթական գանձերով լի տոպրակն է եկել հասել ինձ, այս մասին եւս ապա փաթեթավորումը, կտրտելը եւ այլն կնկարեմ կգցեմ, թե ոնց եմ անելու, կտեսնենք հետո։ Մեկ հնարք եւս, թե ինչպես եմ դիմանում ամառվա տապին։ Ուրեմն այս տարի չգիտես ինչու պաղպաղակները ինձ դուր չեն գալիս, սառն են, բայց շատ քաղցր։ Եվ ես այսպեսի ինքնապաղպաղակ եմ սարքում ինքս ինձ, վարունգը բարակ կտրատում եմ կամ ճորկայի վրա ճորքում ու դնում սառնարանում։ Սառելուց հետո կտրատում եմ ու ուտում։ Ուզում եմ ցույց տալ տարօրինակ մի հատ անոմալիա։ Այս տարվա 8:30 է, ուրեմն ժամը նկարահանման, ափսոս սկրինշոթ չեմ արել։ Ուրեմն այն մասը, որտեղ որ արևը լավ վառ երևում է, վարտագույն, դա արևելքն է, իսկ սա արևմուտքն է։ Ես առաջի անգամ եմ այսպիսի բան տեսնում, որ արևը մայր մտնելու ժամանակ արևելքը վառվի տարբեր գույներով։ Ուրեմն այս ամեն աշխատանքային process-ից բացի հյուրեր ենք ունեցել 2-ից 3 օր մեր տանն են մնացել։ Ռուսաստանից եկած հյուրերը վերջապես այս տարի առաջին անգամ գնացինք շատրվաններ, իրանց բալիկը այնտեղ բոլորի համար համեշտ տվեց։ Գերմանիայից տատիկներ, պապիկներ կային, մի խոսքով բոլորով հիացած էին։ Ոնց ասում են, դուք որ չլինեիք, մենք շատրվաններ գնացողը չէինք։ Եվ Ամերիկայից հյուրեր ունեինք։ Այս էլ իրանց երեխաների հերոսությունները։ Մեքենաներով վարում ու ցանում են, ավտովթարներ են կազմակերպում, մի խոսքով այսպիսի